Պատրաստում ենք մեր մանկության ամենահամեղ խմորեղեններից մեկը՝ կարագուլ։ Առանձնացնում ենք 4 ձվի սպիտակուցները և դեղնուցները։ Դեղնուցները հարում ենք 1 բաժակ շաքարավազի հետ մինչև ծավալը մեծանա մոտ 2 անգամ։ Այնուհետև ավելացնում ենք 300 գրամ հալեցրած կարագ, 1 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ 5%-անոց խնձորի քացախ։ Թաց բաղադրիչները մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք 3,5 բաժակ ալյուր։ Հավաքում ենք խմորը և բաժանում ենք մեծ ու փոքր գնդերի։ Փոքր գունդը պետք է լինի մեր պատրաստած խմորի 1/4 մասը։ Փոքր գունդը դնում ենք սառցախցիկ և պատրաստում ենք բեզե։ 4 ձվի սպիտակուցները հարում ենք 1 պտղունց վանիլինի և 1 բաժակ շաքարավազի հետ։ Մարացնում ենք 2 բաժակ ընկույզ, ավելացնում ենք բեզեի վրա և մի լավ խառնում ենք։ Ժամանակն է հավաքենք աշխարհի ամենահամեղ և փխրուն կարագուլ թխվածքը։ Մեծ գունդը ձեռքերով այսպես տարածում ենք ամբողջ տապակով մեկ։ Վրան ավելացնում ենք 150 գրամ ծիրանի ջեմ և տարածում ենք։ Տարածում ենք նաև բեզեն և անմիջապես դրա վրա քերում ենք սառեցրած խմորը։ Թխում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում 30-ից 35 րոպե, մինչև պատրաստ լինելը։ Վերջում ցանում ենք շաքարի փոշի և անուշ ենք անում։ Բարի ախորժակ։